Շքեղ ռեստորանի ոսկեզոծ դահլիճը լցված էր կեղծ ծիծաղով և շամպայնի զնգոցով։ Լևոն Գրիգորյանը, 30 տարեկան, կանգնած էր բեմում ձեռքին խոսափող։ Նրա սրամիտ կենացները հոտնընկայս ծափահարությունների էին արժանանում, բայց նրա աչքերում միայն սառը դատարկություն էր։ Նա իր տաղանդը վաճառում էր կտոր առ կտոր, հարսանիքներում և կորպորատիվ երեկույթներում, վաղուց մոռանալով կոնսերվատորիայի և մեծ բեմի մասին իր երազանքները։ Երբ հարսանեկան խնջույքի հերթական պարտադիր մասն ավարտվեց, նա աննկատ սահեց դեպի Սպիտակ Ռոյալը և սկսեց նվագել։ Դա հարսանեկան երաժշտություն չէր։ Մատների տակ ծնվում էր մի մեղեդի՝ լի կարոտով, ցավով և չիրականացած երազանքներով։ Այդ մեղեդին նրան հետապնդում էր մանկուց, կարծես միստիկական նախանշան լիներ մի բանի, որը նա այդպես էլ չէր հասկացել։ Հենց այդ պահին նրան մոտեցավ մի թանկարժեք կոստյումով տղամարդ։ «Տպավորիչ է, երիտասարդ», ասաց նա։ «Ես մի առաջարկ ունեմ ձեզ համար։ Իմ հաճախորդը շատ կարևոր մարդ է, նա փնտրում է մասնավոր երաժիշտ մի քանի երեկոյի համար։ Նա Երևանում է ընդամենը մի քանի օրով։ Եվ նա պաշտում է հին հայկական մեղեդիները»։ Լևոնը դեռ չգիտեր, որ այդ հանդիպումը կփոխի իր կյանքն ընդմիշտ։ Եթե ուզում եք իմանալ, թե ինչպես են հասարակ հայերը հանդիպում լեգենդների, անպայման բաժանորդագրվեք մեր ալիքին։ Լևոնը ցինիկորեն մտածեց. ով կարող է լինել։ Նախագահը, թե հենց ինքը Շառլ Ազնավուրն է որոշել գաղտնի այցելել։ Նա համաձայնեց ավելի շուտ գումարի, քան հետաքրքրության համար։ Ճանապարհին դեպի շքեղ հյուրանոց նա մտածեց, թե քանի հայ երաժիշտ կա աշխարհում, որ իրպես կորցրել է հավատը։ Երևանից մինչև Փարիզ, Գլենդելից մինչև Մոսկվա։ Գրեք մեկնաբանություններում, թե որ քաղաքից եք դուք դիտում, եւ արդյոք ձեզ մոտ էլ կան նման պատմություններ։ Հյուրանոցի նախասրահում նրան դիմավորեց նույն տղամարդը, գործակալը, ով ներկայացրեց խիստ պայմանները։ Դուք չեք տեսնի նրան, դուք չեք խոսի նրա հետ։ Ձեր խնդիրն է նվագել հարևան սենյակում։ Նա պարզապես ֆոնային երաժշտություն է ուզում լսել։ Սա հանդիպման խոչընդոտն էր, մի ամբողջ պատ երաժշտի և նրա առեղծվածային ունկնդրի միջև։ Լևոնը զգաց, որ խաբված է։ Նա ընդամենը անտեսանելի երաժշտական պաստառ էր։ Նա նստեց ռոյալի մոտ և սկսեց անհոգի նվագել ջազային ստանդարտներ։ Մի քանի ժամ անց գործակալը մտավ սենյակ։ Բավական է այսօրվա համար։ Լևոնը հիասթափված հավաքեց իր իրերը։ Սա իր վերջին հնարավորությունն էր, և այն ձախողվեց։ Նա կանգնեց որոշման կայացման կարևոր կետում, հեռանալ հերթական անգամ պարտված, թե անել մի բան, որը կփոխի ամեն ինչ։ Ենթարկվելով հանկարծակի մղմանը, նա վերադարձավ ռոյալի մոտ։ Նա որոշեց նվագել այն մեկ մեղեդին, որը ոչ ոքի համար չէ, միայն իր համար։ Այն մեղեդին, որը նրան հետապնդում էր։ Նա փակեց աչքերը և թույլ տվեց, որ մատները պատմեն իր ողջ ցավն ու հույսը։ Երբ վերջին նոտան մարեց օդում, նա լսեց մի թույլ ձայն։ Հարևան սենյակի դուռը դանդաղ բացվեց։ Դռան շեմին կանգնած էր ինքը՝ Շառլ Ազնավուրը, տարիքից գգացած, բայց հայացքը սուր ու խորաթափանց։ Նա լուռ նայեց Լևոնին և խռպոտ, բայց անսխալականորեն ծանոթ ձայնով հարցրեց. «Այդ մեղեդին որտեղից գիտես դու այն»։ Լևոնը սառեց։ Աշխարհի բոլոր ձայները կարծես լռեցին, բացի այդ մեկ հարցից, որը կախված մնաց օդում։ Նրա առջև կանգնած էր մի լեգենդ, ում ձայնասկավառակները նա մաշել էր մանուկ հասակում, ում երգերի տակ առաջին անգամ սիրահարվել էր։ Շառլ Ազնավուրը նայում էր նրան ոչ թե որպես համաշխարհային աստղ, այլ որպես մի ծերունի, ով իր հոգու մի կտորն էր լսել անծանոթի մատներից ծնված երաժշտության մեջ։ Լևոնը շփոթված կակազեց. Սա իմ տատիկի օրորոցայինն է, նա միշտ երգում էր սա ինձ համար։ Ազնավուրը դանդաղ մոտեցավ ռոյալին, նրա շարժումներում զգացվում էր տարիների բեռը, բայց հայացքը սուր էր ու կենթանի։ Նա դողացող մատներով նվագեց մի քանի նոտա, նույն մեղեդին, բայց մի փոքր այլ երանգով, կարծես հիշողության խորքից հանված մի կիսատ պատառիկ։ «Իմ մայրն է սա երգում», ասաց նա ավելի շատ իրեն, քան Լևոնին։ «Ընդամենը մի հատված, ամբողջ կյանքումս փնտրել եմ դրա շարունակությունը»։ Այն, ինչ Լևոնը կարծում էր, թե լինելու է հերթական անանուն աշխատանք, վերածվեց մի անհավանական հնարավորություն։ Բայց հենց այդ պահին գործակալը, ով մինչ այդ լուռ հետևում էր տեսարանին, վճռական քայլով մոտեցավ. «Պարոն Ազնավուր, դուք պետք է հանգստանաք, բժիշկը»։ Խոչընդոտը եկավ ամենաանսպասելի կողմից՝ հոգատարության քողի տակ։ «Լռիր, Պիեր», կտրուկ ընդհատեց նրան մաեստրոն, չկտրելով հայացքը Լևոնից։ «Այս երիտասարդը կմնա, մենք գործ ունենք»։ Գործակալի դեմքին դժգոհության ստվեր սահեց։ Լևոնը հասկացավ, որ այս մարդը ոչ թե պարզապես օգնական է, այլ պահապան, որը պատրաստ է պաշտպանել լեգենդին անգամ ինքն իրենից։ Նա թաքնված մտադրություն ուներ մեկուսացնել Շառլ Ազնավուրին ցանկացած հուզական ցնցումից, նույնիսկ եթե դա ոգեշնչման աղբյուր էր։
Հաջորդ օրերը վերածվեցին անհավանական ստեղծագործական համագործակցության։ Լևոնը նվագում էր, իսկ Ազնավուրը պատմում էր։ Պատմում էր Փարիզի, իր մոր Քնար Բաղդասարյանի ցեղասպանությունը վերապրածի մասին, ով իր հետ Ֆրանսիա էր բերել ոչ միայն ցավի հիշողությունը, այլև այս անավարտ մեղեդին։ Նա երբեք չէր երգում այն ամբողջությամբ, հիշում էր Ազնավուրը։ Կարծես վերջաբանը չափազանց ցավոտ էր հիշելու համար։ Իրավիճակը ստիպում էր ռիսկային որոշում կայացնել հենց հիմա։ Լևոնը պետք է ընտրեր կամ լինել զգույշ եւ չխորանալ ցավոտ թեմայի մեջ, այդպիսով կորցնելով Ազնավուրի վստահությունը, կամ ռիսկի դիմել եւ փորձել վերականգնել երգը, վտանգելով մայստրոյի փխրուն հանգստությունը։ Նա ընտրեց երկրորդը։ Գուցե մենք կարող ենք միասին գտնել այն, առաջարկեց Լևոնը, զարմանալով սեփական համարձակության վրա։ Իմ տատիկը պատմում էր, որ այս երգը ոչ թե թխրության, այլ հույսի մասին է, վերածննդի խորհրդանիշ։ Ազնավուրի աչքերը փայլեցին։ Առաջին անգամ ինչ-որ մեկը հասկացավ նրա որոնումների էությունը։ Հանդիպումը հնարավոր դարձավ, բայց մեծ զոհողության գնով։ Լևոնը պետք է հրաժարվեր իր ցինիզմից, իր անտարբերությունից եւ սուզվեր մի պատմության մեջ, որը շատ ավելի մեծ էր, քան իր անձնական հիասթափությունները։ Նա պետք է դառնար ոչ թե երաժիշտ, այլ հիշողության կրող։ Երբ նրանք սկսեցին աշխատել, Լևոնը նկատեց, որ Ազնավուրը հաճախ էր կանգ առնում, հայացքը հարում հեռուն, կարծես լսում էր ձայներ, որոնք ուրիշ ոչ ոք չէր լսում։ Մի երեկո, երբ նրանք արդեն հոգնած էին անպտուղ փորձերից, Ազնավուրը հանկարծ շշնջաց։ Նա ասում էր, որ երգի բանալին ոչ թե նոտաների, այլ բառերի մեջ է, մի բառի, որը կորել է, կորած բառը։ Այս արտահայտությունը դարձավ նրանց որոնումների առանցքը։ Լևոնը սուզվեց հայկական ժողովրդական երգերի արխիվների, հին զայնագրությունների եւ ազգագրական գրքերի մեջ փորձելով գտնել գոնե մի նշույլ, որը կօգներ վերականգնել ամբողջական պատկերը։ Նա աշխատում էր գիշերները եւ Շարլ Ազնավուրը հանգստանում էր, իսկ ցերեկները ներկայացնում էր իր գթածոները, բայց ամեն անգամ մայեստրոն գլուխն էր օրորում։ Սա չէ, սրանք ուրիշի խոսքեր են, ուրիշի ցավ։ Հիմնական հակամարտությունը խորանում էր, դա այլևս պարզապես երգ գտնելու խնդիր չէր, այլ երկու տարբեր սերունդների հիշողությունները համադրելու անհնարին թվացող փորձ։ Գործակալ Պիերը գնալով ավելի անհանգիստ էր դառնում։ Նա տեսնում էր, թե ինչպես է այս որոնումը հյուսում 90-ամյա արտիստին։ Նրա համար Լևոնը դարձել էր վտանգավոր ներխուժող, ով խախտում էր այն խնամքով կառուցված խաղաղությունը, որով ինքը շրջապատել էր իր պաշտելիին։ Աստղի շրջապատը թշնամական դարձավ անսպասելի պատճառով, ոչ թե նախանձից, այլ չափազանց մեծ սիրուց եւ պաշտպանելու ցանկությունից։ Մի օր Պիերը Լևոնին առանձնացրեց. «Լսիր, երիտասարդ, ես հասկանում եմ քո ոգևորությունը, բայց սա պետք է դադարեցվի։ Պարոն Ազնավուրի առողջությունը թույլ չի տալիս նման լարվածություն։ Նրա համար սա վտանգավոր է»։ Հանդիպման հնարավորությունը, որը թվում էր այդքան մոտ, այժմ պահանջում էր սկզբունքների խախտում։ Լևոնը պետք է ընտրեր, հնազանդվել եւ հեռանալ, թե անտեսել զգուշացումը եւ շարունակել պայքարը, ռիսկի ենթարկելով այն մարդու կյանքը, ում այդքան հիանում էր։ «Ես չեմ կարող կանգ առնել», պատասխանեց Լևոնը։ «Սա ավելին է, քան պարզապես երգ, սա նրա պատմությունն է, մեր պատմությունը»։ Այդ պահից Պիերը սկսեց բացահայտ խոչընդոտել նրանց աշխատանքին։ Նա սահմանափակում էր նրանց հանդիպումների ժամերը, անընդհատ ընդհատում էր նրանց բժշկի այցելությունների կամ հանգստի պատրվակով։ Լևոնը զգում էր, թե ինչպես է ժամանակը սպառվում։ Հուսահատության պահին Լևոնին օգնության ձեռք մեկնեց անսպասելի մեկը՝ Մարիամը։ Տեսնելով Լևոնի տառապանքը, նա սկսեց իր սեփական հետազոտությունը։ Նա զանգահարեց իր հեռավոր ազգականներին, խոսեց տարեց մարդկանց հետ, ովքեր դեռ հիշում էին հին երգերը։ Մի օր նա վերադարձավ ոգևորված։ «Ես մի բան եմ գտել։ Իմ մեծ տատը, ով նույնպես Վանից էր, ինչպես Շարլ Ազնավուրի նախնիները, միշտ մի բառ էր կրկնում, երբ տխրում էր՝ կռունկ։ Բայց նա դա ասում էր ոչ թե թռչունի իմաստով, այլ որպես հույսի, վերադարձի խորհրդանիշ»։ Այս տեղեկությունը փոխեց Լևոնի վերաբերմունքը որոնումների նկատմամբ։ Նա հասկացավ, որ կորած բառը ոչ թե գոյական էր, այլ փոխաբերություն։ Բայց ինչպես ներկայացնել այս վարքածը Ազնավուրին, երբ Պիերը նրանց միջև անթափանց պատ էր կառուցել։ Հենց այդ երեկո տեղի ունեցավ անսպասելին։ Պիերը ինքը մոտեցավ Լևոնին։ Նրա դեմքը հոգնած էր եւ տխուր։ «Նրա վիճակը վատացել է», ասաց նա։ «Բժիշկներն ասում են, որ նա հրաժարվում է պայքարել։ Նա անընդհատ կրկնում է, որ իր գործն անավարտ մնաց»։ Գործակալի աչքերում այլևս թշնամանք չկար, այլ միայն հուսահատություն։ Նա, ով թշնամի էր, այժմ դաշինք էր առաջարկում ընդհանուր նպատակի համար։ «Գուցե դու ճիշտ էիր, գուցե այս երգը նրան ուժ կտա։ Գնա նրա մոտ, բայց խնդրում եմ, զգույշ եղիր»։
Լևոնը հայտնվեց իր նպատակից մեկ քայլ հեռավորության վրա, բայց պետք է ընտրություն կատարեր։ Նա կարող էր գնալ եւ ներկայացնել իր գտած կռունկ բառը, ռիսկի ենթարկելով, որ դա կարող է լինել սխալ եւ վերջնականապես կոտրել ծերունուն, կամ կարող էր լռել։ Կրիտիկական իրավիճակը ստիպում էր ցույց տալ իր իրական դեմքը։ Նա խորը շունչ քաշեց եւ վճռական քայլերով ուղղվեց դեպի մաեստրոյի սենյակը, ձեռքին ոչ թե նոտաներ, այլ միայն մեկ բառ՝ լի հույսով եւ վտանգով։ Նա մտավ սենյակ։ Շարլ Ազնավուրը պառկած էր անկողմում, աչքերը փակ։ Նա այնքան փոքր ու խոցելի էր թվում այդ մեծ սպիտակ սավանների մեջ։ Մի պահ Լևոնին թվաց, թե ուշ է, որ ինքը ձախողել է, եւ իր անզգույշ որոնումները մարել են այն վերջին կայծը, որը դեռ վառվում էր լեգենդի մեջ։ Սենյակում տիրող լռությունը ծանր էր ու ճնշող։ Լևոնը դանդաղ մոտեցավ դաշնամուրին, որը դրված էր սենյակի անկյունում, եւ առանց խոսք ասելու սկսեց նվագել։ Նա նվագում էր իրենց անավարտ մեղեդին, բայց այս անգամ նրա մեջ ներդնելով նոր գտած հույսը, կռունկ բառի խորհուրդը։ Նա նվագում էր ոչ թե ցավի, այլ տուն վերադարձի, ոչ թե կորստի, այլ վերածննդի մասին։ Ազնավուրի կոպերը թեթևակի շարժվեցին։ Նա բացեց աչքերը եւ հայացքը հառեց Լևոնին։ Նրա շուրթերին հազիվ նշմարելի ժպիտ հայտնվեց, բայց հենց այդ պահին տեղի ունեցավ այն, ինչը սպառնում էր ոչնչացնել ամեն ինչ։ Սենյակ ներխուժեցին բժիշկները, Պիեռի գլխավորությամբ։ Ինչ է կատարվում այստեղ։ Խիստ ձայնով հարցրեց գլխավոր բժիշկը, անտեսելով Պիեռի բացատրությունները։ Ես կարգադրել էի բացարձակ հանգիստ, դուք վտանգում եք նրա կյանքը։ Այս խոսքերը որպես դատավճիռ հնչեցին Լևոնի համար։ Հայտնի հետ կապված իրավիճակը սպառնում էր ոչ միայն իր հեղինակությանը, այլև կարող էր մեղադրանքի պատճառ դառնալ։ Նրան պառացիորեն դուրս հրեցին սենյակից, իսկ Պիեռը, խուսափելով նրա հայացքից, փակեց դուռը նրա առջև։ Հաջորդ օրը Լևոնին հայտնեցին, որ նրա ծառայություններն այլևս պետք չեն։ Նրան արգելված էր նույնիսկ մոտենալ այն հարկին, որտեղ գտնվում էր Շարլ Ազնավուրը։ Նա մնաց մենակ, իր մեղքի զգացումով եւ անավարտ գործի դառնությամբ։ Նա գիտակցեց հանդիպման դժվարության իրական մասշտաբը։ Խնդիրը ոչ թե երգը գտնելն էր, այլ այն պաշտպանիչ պատը ճեղքելը, որով շրջապատված էր աստղը։ Մի քանի օր նա աննպատակ թափառում էր Երևանի փողոցներով, կորցրած եւ հիասթափված։ Նա պատրաստ էր հրաժարվել իր երազանքից, ընդունել իր պարտությունը։ Հենց այդ պահին նրան զանգահարեց Մարիամը։ «Լևոն, մի հանձնվիր», ասաց նա, «ես խոսեցի մշակույթի նախարարության իմ ծանոթի հետ, նրանք պատրաստվում են Ազնավուրին պարգևատրել։ Արարողությունը տեղի կունենա օպերայի թատրոնում, սա քո վերջին հնարավորությունն է»։ Հանդիպելու միակ ճանապարհը պահանջում էր անհնարինը։ Լևոնը պետք է ինչ-որ կերպ ներթափանցեր խիստ հսկվող միջոցառմանը, հասնել բեմ եւ հանրության առջև ներկայացնել իրենց երգը։ Դա խենթություն էր, որը կարող էր ավարտվել սկանդալով եւ նրա կարիերայի վերջնական կործանմամբ։ Բայց նա նայեց իր ձեռքերին, որոնք դեռ հիշում էին դաշնամուրի ստեղները, եւ հիշեց Ազնավուրի աչքերում վառված հույսի կայծը։ Նա հասկացավ, որ այլևս կորցնելու ոչինչ չունի, նա պետք է փորձեր։ Նա զանգահարեց իր հին ընկերներին, երաժիշտներին, որոնց հետ ժամանակին նվագում էր, եւ ասաց. «Տղերք, ես ձեր օգնության կարիքն ունեմ, մենք պետք է փոքրիկ հրաշք գործենք»։ Վերջնական խայծը դրված էր։ Նա կամ կհասներ իր նպատակին, ավարտին հասցնելով իրենց ընդհանուր պատմությունը, կամ վերջնականապես կկործանվեր բոլորի աչքի առաջ։ Օպերայի թատրոնի դահլիճը լի էր փայլով եւ պաշտոնականությամբ։ Լևոնը, իր երաժիշտ ընկերների օգնությամբ, որոնք նվագախմբի անդամներ էին, կարողացել էր ներս մտնել եւ թաքնվել կուլիսներում։ Նրա սիրտը բաբախում էր կատաղի ռիթմով։ Նա տեսնում էր, թե ինչպես են բեմ բարձրացնում հաշմանդամի սայլակին նստած Շարլ Ազնավուրին։ Նա շատ թույլ էր թվում, բայց երբ սկսեց խոսել, նրա ձայնը լցրեց դահլիճը նույն անկոտրում ուժով։ Լևոնը սպասում էր ճիշտ պահի։ Երբ պաշտոնական մասն ավարտվեց եւ մաեստրոին պատրաստվում էին հեռացնել բեմից, Լևոնը խորը շունչ քաշեց եւ դուրս եկավ լույսի ներքո։ Մի պահ դահլիճում լռություն տիրեց։ Անվտանգության աշխատակիցները շտապեցին նրա մոտ, բայց նա արդեն նստած էր բեմի վրա դրված ռոյալի մոտ։ Նա սկսեց նվագել։ Նա նվագում էր իրենց վերջին երգը, ավարտուն ամբողջական տարբերակով։ Մեղեդին թռավ դահլիճով, պատմելով կորստի, հիշողության եւ անմահ հույսի մասին։ Շարլ Ազնավուրը, որը մեջքով էր նստած դեպի նա, դանդաղ շրջվեց։ Նրա աչքերում զարմանք էր, հետո ճանաչում եւ վերջապես խորին հուզմունք։
Անվտանգության աշխատակիցները սառել էին տեղում, չիմանալով ինչպես վարվել։ Լևոնը երգում էր, իր ողջ հոգին դնելով յուրաքանչյուր բառի մեջ։ Նա երգում էր կռունկի մասին, որը ոչ թե թռչուն էր, այլ հոգու ձգտումը դեպի իր արմատները։ Երբ նա ավարտեց, դահլիճում մի քանի վայրկյան տիրեց խորը լռություն, որը հետո պայթեց որոտալից ծափահարություններով։ Բայց Լևոնը նայում էր միայն մեկ մարդու, եւ այդ պահին տեղի ունեցավ անսպասելին։ Շառլ Ազնավուրը նշան արեց, որ իրեն մոտեցնեն ռոյալին։ Նա թույլ ձեռքը դրեց Լևոնի ուսին։ Նրա առաջին խոսքերը շրջեցին Լևոնի բոլոր պատկերացումները։ «Ես սպասում էի քեզ», շշնջաց նա։ «Ես գիտեի, որ դու կգաս»։ Լևոնը ցնցված էր։ Սա ոչ թե մոռացված մեղեդու որոնում էր, այլ փորձություն։ «Իմ մայրը երգում էր այս երգն ամբողջությամբ», խոստովանեց Ազնավուրը, նրա ձայնը հազիվ լսելի էր դահլիճի աղմուկի մեջ։ Բայց նա ինձ կտակել էր այն փոխանցել մեկին, ով կկարողանա լսել ոչ թե նոտաները, այլ հոգին։ Մեկին, ով կորցրել է հավատը, բայց ում մեջ դեռ ապրում է երաժշտությունը։ Ես փնտրում էի ոչ թե երգը, այլ քեզ։ Լևոնը հասկացավ, որ ինքը ոչ թե օգնական էր, այլ ժառանգորդ։ Այն, ինչ նա համարում էր իր սեփական ցավի արտահայտություն, իրականում ուրիշի հույսի կանչն էր։ Հանդիպումը, որին նա այդքան ձգտում էր, բոլորովին այլ իմաստ ստացավ։ Նա եկել էր օգնելու, բայց իրականում օգնության կարիք ուներ ինքը։ Այդ պահից նրա աշխարհը երբեք նույնը չէր լինի։ Նա այլևս ցինիկ թամադա չէր, այլ մի ամբողջ ժողովրդի հիշողության կրողը, ում վստահվել էր շարունակել վերջին երգը։ Այդ երեկոյից հետո Լևոնի կյանքը վերածվեց քաոսի։ Լրագրողները պաշարել էին նրա տունը, հեռախոսը չէր դադարում զնգալ։ Նա մեկ գիշերում դարձել էր ազգային հերոս, Ազնավուրի ժառանգորդ, ինչպես գրում էին թերթերը։ Բայց այս փառքը ծանր բեռ էր։ Նրա հին ընկերները, որոնց հետ նա տարիներ շարունակ նվագում էր հարսանիքներում, այժմ նրան նայում էին նախանձով եւ օտարացմամբ։ Նրա կարգավիճակը փոխվել էր, բայց ոչ դեպի լավը։ Նա կորցրել էր իր անցյալը, իսկ ապագան անորոշ էր։ Ամենացավալին Մարիամի արձագանքն էր։ Այնտեղ, որտեղ Լևոնը սպասում էր ուրախություն եւ հպարտություն, նա գտավ անհանգստություն եւ կասկած։ «Լևոն, իսկ ինչ է լինելու հետո», հարցնում էր նա։ «Սա քո երգը չէ, սա Շառլ Ազնավուրի երգն է։ Դու պատրաստ ես ապրել ուրիշի ստվերի տակ»։ Պիերը, որը նախկինում նրա թշնամին էր, այժմ դարձել էր նրա միակ դաշնակիցը։ Նա էր կազմակերպում Լևոնի հարցազրույցները, պաշտպանում նրան լրագրողների հարձակումներից։ «Մաեստրոն ձեզ է վստահել իր ժառանգությունը», ասում էր նա։ «Դուք այժմ մեծ պատասխանատվություն եք կրում»։ Այս հնարավորությունները վերածվել էին թաքնված պարտավորությունների։ Լևոնը այլևս ինքն իրեն չէր պատկանում։ Նա պետք է արդարացներ մի ամբողջ ազգի եւ իր կուռքի սպասելիքները։ Նրա շրջապատի մարդիկ, պրոդյուսերներն ու համերգային գործակալները, որոնք նախկինում անտեսում էին նրան, այժմ հերթ էին կանգնել, առաջարկելով շահավետ պայմանագրեր։ Բայց նրանց աչքերում Լևոնը տեսնում էր ոչ թե իր տաղանդի գնահատականը, այլ մեծ անունից օգուտ քաղելու ցանկություն։ Հանդիպումը խնդիրներ առաջացրեց, որոնց մասին Լևոնը նույնիսկ չէր մտածել։ Նա պետք է որոշեր, թե ով է ինքն այժմ՝ Շառլ Ազնավուրի երգի կատարող, թե ինքնուրույն արտիստ։ Մի երեկո, երբ նա վերադարձավ հերթական հեռուստատեսական շոուից, որտեղ նրան ստիպել էին կրկին ու կրկին պատմել իր հրաշքի մասին, նա զգաց սուր դատարկություն։ Նա նստեց դաշնամուրի մոտ եւ փորձեց նվագել իր սեփական մեղեդիներից մեկը, բայց մատները չէին հնազանդվում։ Նրա գլխում հնչում էր միայն վերջին երգը։ Հանդիպումը նրան դրել էր մի ընտրության առաջ, որի մասին նա չէր էլ կասկածում։ Նա կարող էր ընդունել փառքը եւ դառնալ լեգենդի կրկնօրինակը, կամ կարող էր հրաժարվել այդ ամենից եւ փորձել գտնել իր սեփական ձայնը, ռիսկի ենթարկելով մնալ անհայտության մեջ։ Նա հասկացավ, որ Ազնավուրը նրան տվել էր ոչ թե պատրաստի պատասխան, այլ ամենադժվար հարցը։ Լևոնը կայացրեց իր որոշումը։ Նա հրաժարվեց բոլոր պայմանագրերից, որոնք նրան պարտադրում էին լինել երկրորդ Ազնավուր։ Ոգեշնչված Շառլ Ազնավուրի հետ հանդիպումից նա որոշեց օգտագործել իր նորահայտ համբավը ոչ թե անձնական շահի, այլ ավելի մեծ նպատակի համար։ Նա հայտարարեց, որ կազմակերպում է բարեգործական համերգ ի հիշատակ մաեստրոյի, եւ հավաքված ողջ գումարը կուղղվի տաղանդավոր, բայց անապահով երիտասարդ երաժիշտներին աջակցող հիմնադրամի ստեղծմանը։ Այս քայլը կտրուկ փոխեց իրավիճակը։ Նրանք, ովքեր երեք նրանց շահավետ գործարքներ էին առաջարկում, այժմ նրան համարում էին իրենց թշնամին։ Հակադրությունը եկավ այն պրոդյուսերներից, ովքեր ցանկանում էին մենաշնորհել Ազնավուրի ժառանգությունը։ Նրանք սկսեցին սևացնող արշավ Լևոնի դեմ, մեղադրելով նրան մեծ անունը սեփական հեղինակությունը բարձրացնելու մեջ։
Լարվածությունը հասավ գագաթնակետին, երբ համերգի գլխավոր հովանավորը, ենթարկվելով ճնշումներին, վերջին պահին հրաժարվեց ֆինանսավորումից։ Համերգը ձախողման եզրին էր։ Լևոնը հուսահատված էր։ Հենց այդ պահին նրան աջակցության ձեռք մեկնեց անսպասելի մեկը՝ Պիերը։ «Շառլը կհպարտանար ձեզանով», ասաց նա։ Նա միշտ հավատում էր, որ տաղանդը պետք է ծառայի մարդկանց։ «Ես կօգնեմ ձեզ»։ Օգտագործելով Շառլ Ազնավուրի կապերը, Պիերը կարողացավ գտնել նոր հովանավորների, մարդկանց, ովքեր հարգում էին մայստրոյի հիշատակը և հավատում էին Լևոնի անկեղծությանը։ Խոչընդոտը քողարկված հնարավորություն դարձավ, որը ցույց տվեց, թե ովքեր են Լևոնի իրական բարեկամները։ Համերգի օրը եկավ։ Կուլիսներում լարվածությունը հասել էր իր գագաթնակետին։ Լևոնը պետք է բեմ դուրս գար, ոչ միայն որպես երաժիշտ, այլ որպես մի ամբողջ շարժման առաջնորդ։ Նա նայեց դահլիճին, որը լեփ-լեցուն էր։ Այնտեղ էին ոչ միայն երաժշտասերներ, այլև այն երիտասարդները, ում համար այս հիմնադրամը կարող է դառնալ կյանքի ուղեգիր։ Բեմ դուրս գալուց առաջ նրան մոտեցավ Մարիամը։ Նրա աչքերում այլևս կասկած չկար, այլ միայն հպարտություն։ «Ես սխալվում էի», ասաց նա։ «Դու ոչ թե նրա ստվերն ես, այլ նրա լույսի շարունակությունը»։ Այս խոսքերը Լևոնին տվեցին այն վերջին ուժը, որի կարիքն ուներ։ Նա հասկացավ, որ իր իսկական փորձությունը հենց նոր է սկսվում։ Հաջողությունը, որին նա հասել էր, վերածվել էր նոր, ավելի լուրջ խնդրի՝ արդարացնել այն հավատը, որը նրա հանդեպ ցուցաբերել էին Ազնավուրը, Պիերը, Մարիամը և հազարավոր մարդիկ դահլիճում։ Նա շունչ քաշեց և դուրս եկավ բեմ։ Լույսերը խամրեցին, և դահլիճում մնաց միայն մեկ լուսարձակ՝ ուղղված Լևոնին և Ռոյալին։ Նա սկսեց նվագել, բայց այս անգամ դա վերջին երգը չէր։ Դա միանգամայն նոր մեղեդի էր, ծնված նրա սեփական ցավից, որոնումներից և վերագտած հավատից։ Դա Լևոնի երգն էր։ Նա երգում էր ոչ թե ուրիշի հիշողության, այլ իր սեփական ճանապարհի մասին՝ ցինիկ Թամադայից մինչև իր կոչումը գտած արտիստ։ Սա էր հակամարտության գագաթնակետը, նրա վճռորոշ պահը։ Նա կարող էր շարունակել շահագործել Շառլ Ազնավուրի անունը, բայց նա ընտրեց ամենադժվար ուղին՝ լինել ինքը։ Համերգի ընթացքում էկրանին հայտնվեցին կադրեր, երիտասարդ, անհայտ երաժիշտներ, որոնց համար ստեղծվել էր հիմնադրամը։ Նրանք խոսում էին իրենց երազանքների մասին, և նրանց աչքերում վառվում էր այն նույն կրակը, որը Լևոնը կարծում էր, թե իր մեջ մարել է։ Համերգի վերջում, երբ Լևոնը նվագում էր վերջին ակորդները, տեղի ունեցավ մի բան, որը ոչ ոք չէր սպասում։ Էկրանին հայտնվեց Շառլ Ազնավուրի նախկինում չցուցադրված տեսագրությունը։ Նա նստած էր իր տանը և ժպտում էր։ «Եթե դուք դիտում եք սա, ուրեմն Լևոնը գտել է իր ճիշտ ճանապարհը», ասում էր մայստրոն։ «Ես նրան չեմ թողել երգ, ես նրան թողել եմ բանալի։ Բանալի, որով նա կարող էր բացել ոչ թե իմ, այլ իր սեփական դուռը։ Ժառանգությունը ոչ թե կրկնելն է, այլ շարունակելը»։ Այս անսպասելի միջամտությունը վերջնականապես լուծեց ամեն ինչ։ Համերգից հետո Լևոնն այլևս Ազնավուրի ժառանգորդը չէր։ Նա Լևոն Գրիգորյանն էր, մի արտիստ, ով գտել էր իր ձայնը։ Նրա վերջնական ընտրությունը՝ լինել ինքնուրույն, հարգանքի արժանացավ բոլորի կողմից։ Պրոդյուսերները, որոնք նրան թշնամի էին համարում, այժմ տեսնում էին նրա մեջ ոչ թե մրցակցի, այլ նոր ուժի։ Մարիամը գրկեց նրան, հասկանալով, որ նրա կողքին այժմ ոչ թե կուռքի ստվերն է, այլ իր սիրելի տղամարդը, իր ողջ ուժով և տաղանդով։ Նոր իրականության ընդունումը սկսվել էր։ 1 տարի անց Լևոնի հիմնադրամն օգնել էր տասնյակ երիտասարդների։ Նրա սեփական երաժշտական կարիերան վերելք էր ապրում։ Նա այլևս չէր նվագում հարսանիքներում, այլ հավաքում էր լիքը դահլիճներ։ Հանդիպումը Շառլ Ազնավուրի հետ նրան տվեց ավելին, քան փառքը։ Այն նրան վերադարձրեց ինքն իրեն։ Նա հասկացավ, որ իսկական տաղանդը ոչ թե անցյալը կրկնելու, այլ ապագա ստեղծելու կարողությունն է։ Այս պատմությունը ոչ միայն երկու երաժիշտների հանդիպման մասին է, այլև այն մասին, թե ինչպես կարող է մեկ հանդիպումը փոխել կյանքի ընթացքը։ Հետաքրքիր է, իսկ դուք երբևէ երազել եք հանդիպել ձեր կուռքին։ Ո՞վ է նա և ինչ կասեիք նրան, եթե հնարավորություն ունենայիք։